Վարիկոզը երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առանցքականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։ Հիմնական պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը, երկարատև կանգնած կամ նստած աշխատանքը, ճարպակալումը, հղիությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, հորմոնալ փոփոխությունները։ Հիմնական ախտանիշներն են ծանրության զգացողությունը ոտքերում, երակների ուռուցք, կապտավուն երակների տեսանելիություն, ցավ, այտուց, այրման զգացողություն, երեկոյան ուշ գնացող հոգնածություն ոտքերում, մաշկի գունափոխություն։ Եթե վարիկոզը չբուժվի ժամանակին, այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների։ Վարիկոզի չբուժման բարդություններն են թրոմբոֆլեբիտը։ Երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ, թրոմբներ, ինչը հանգեցնում է երակների բորբոքմանը։ Թրոմբոէմբոլիա, երբ թրոմբը պոկվում է և անցնում է արյան հոսքի մեջ և կարող է փակել կարևոր անոթները։ Տրոֆիկ խոցեր, վերքեր, երկարատև արյան կանգի պատճառով մաշկը կարող է թուլանալ, վերքավորվել։ Այս խոցերը դժվար են բուժվում։ Խրոնիկական վենոզ անբավարարություն, երբ արյունը ճիշտ չի հոսում վեր, այն կանգ է առնում ոտքերում, առաջացնելով այտուց, մաշկի փոփոխություններ և զգալի անհարմարություններ։ Արյունահոսություն, լայնացած երակները կարող են պատռվել նույնիսկ թեթև հարվածից, առաջացնելով արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Մաշկի գունափոխություն և պիգմենտացիա, մաշկը կարող է մքանալ, դառնալ կոշտ և չոր, շարունակական այտուցների պատճառով։ Լիպոդերմատոսկլերոզ, երկարատև բորբոքային պրոցեսների հետևանքով մաշկի տակ ճարպային հյուսվածքները կարծրանում են։ Ամռանն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել վարիկոզ հիվանդությանը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է խթանել երակների լայնացումը և այտուցները։ Ինչպես կանխարգելել հիվանդության խորացումը։ Խուսափեք երկարատև ջերմային ազդեցությունից։ Չպետք է երկար մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Խուսափեք տաք ջրով լոգանքներից կամ շոգեբաղնիքներից։ Կրեք կոմպրեսիոն գուլպաներ։ Բժշկական կոմպրեսիոն գուլպաները օգնում են կանխել այտուցը և նպաստում են արյան ճիշտ շրջանառությանը։ Ամռանը օգտագործեք թեթև կոմպրեսիոն գուլպաներ հատուկ նախատեսված տաք եղանակի համար։ Պահպանեք ֆիզիկական ակտիվություն։ Հաճախ քայլեք, լողացեք կամ զբաղվեք ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությամբ։ Խուսափեք երկար նստած կամ կանգնած դիրքում մնալուց։ Սառը ջրով լվացեք ոտքերը այտուցը նվազեցնելու և երակների տոնուսը բարձրացնելու համար։ Օրվա ընթացքում պարբերաբար պառկեք և ոտքերը բարձրացրեք սրտի մակարդակից վեր 15-ից 20 րոպեով։ Դա օգնում է վերադառնալ արյան հոսքին և նվազեցնում է ճնշումը երակներում։ Խմեք շատ ջուր։ Ջրազրկումը կարող է ավելացնել արյան խտությունը և վատթարացնել վիճակը։ Հետևեք սննդակարգին։ Սնվեք թարմ մթերքներով՝ մրգեր, բանջարեղեն, լիարժեք հացահատիկներ։ Խուսափեք աղի և շատ շաքար պարունակող սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի պահպանում։ Կրեք թեթև, ազատ հագուստ, որպեսզի խուսափեք ազդրերի և ծնկների շրջանում արյան հոսքի խանգարումից։ Եվ ամենակարևորը, խորհրդակցեք բժշկի հետ, եթե ունեք ցավ, այտուց կամ մուգ գույն ստացած երակներ։ Պարտադիր այցելեք անգիոլոգի կամ ֆլեբոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։